մենք ունենք պարլամենտ, նոր պարլամենտ, որը կազմված է ՀՀՇ փիլիսոփայությամբ եւ դաշնակցական փիլիսոփայությամբ 98-ի եւ 2008-ի միջեւ էական տարբերություն չի եղել հայ ժողովրդի մոտ կա բնական պահանջ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ իրենք եկեղեցու դեմ պայքարում են որպեսզի Հայաստան սփյուռք կապերը խզեն Ողջույն սիրելի հայրենակիցներ, պատմական շաբաթն է եթերում, մենք մարտական եղբայրություն միաբանության գրասենյակում ենք եւ միաբանության անդամներ Մասիս Շիրոյանի եւ Կարմեն Մարտիրոսյանի մեկնաբանմամբ անդրադառնալու ենք հետընտրական Հայաստանին։ Մասիս ջան, ողջույն։ Ողջույն Կարմեն ջան։ Շարունակվում են հետընտրական զարգացումները, Կիրակի օրը արդեն հաստատ բոլորդ գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արդյունքները եւ որպես վերջնական արդյունք փաստեց, որ 3 տեղամասերի ընտրողների քվեները մեզ ընդհանրապես հետաքրքիր չեն։ Անվավեր ճանաչվեցին թերթիկները, առհասարակ այդ ընտրատեղամասերի քվեարկությունը անվավեր ճանաչվեց եւ թեպետ օրենքը երկու տարբեր հոդվածներ տարբեր ձևերով պարտադրում են, որ նման պարագայում նշանակվի վերաքվեարկություն, բայց հետընտրական, Փաշինյանական, Վահագն Հովակիմյանական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ ոչ այդպես չպիտի լինի, ուղղակի այդ քվեները չեն դիտարկվելու։ Ըստ այդմ Բարգավաճ Հայաստանը չանցավ, կառավարություն մեր քվեները բաշխվեցին հետևյալ կերպ մանդատները կներեք բաշխվեցին քաղաքացիական պայմանագիրը ունի 64 մանդատ, Ուժեղ Հայաստանը 29 մանդատ եւ Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Սամվել Կարապետյանը դեռ չի հստակեցնում վերցնելու են իրենց քվեները թե չեն վերցնելու, արդեն հայտարարել են, որ դիմելու են սահմանադրական դատարան եւ ունենալու են շատ մեծ հանրահավաք բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ ներկայացմամբ։ Թերևս այդ հանրահավաքի ժամանակ էլ կիմանանք իրենց դիրքորոշումը։ Կուզեի, որ անդրադառնանք հենց այս հարցին, թեպետ ամենակննարկված հարցը դա էր, որն է ավելի ազնիվ վերցնել մանդատները, թե ոչ, եւ դիտարկումները երկուսն են՝ վերցնել մանդատները եւ բոքսի տանձիկ դառնալ Փաշինյանի ազգային ժողովում, թե չվերցնել մանդատները եւ թույլ տալ, որ այնտեղ իրենք իրենցով ջան ասեն, ջան լսեն եւս 5 տարի շարունակ։ Նախ սկսենք նրանից, որ ամենակարևոր ֆիգուրը այս ընտրությունների մասնակցողներից ում շուրջ է այսքան ասեկոսեններ, խոսակցություններ, քննարկումներ են առաջանում, դա Գագիկ Ծառուկյանն է ու Բարգավաճ Հայաստանը, ով արհեստականորեն չանցավ պարլամենտ, ինքը բացարձակ լուր է, այսինքն մեր մոտ տպավորություն առհասարակ, որ ինքը չգիտի իրեն ձեռ է տալիս անցնի ազգային ժողով, թե ձեռ չի տալիս։ Ու լրությունը բերում է նրան, որ հենց իրեն ձեռ չի տալիս, որպեսզի ինքը անցնի։ Կարծես թե ինքը անկախ իր կամքից տիպողաբար է մասնակցել ընտրություններին եւ չի ցանկանում այլևս մտնել այս process-ի մեջ։ Մենք տեսել ենք, որովհետեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ռադիկալ ընդդիմադիր դաշտում 2014-15 թվականներին կոալիցիոն գործընկեր, որից հետո դադարեց կոալիցիոն գործընկեր լինել, դուրս եկավ հեղափոխության եւ հետո մենք հիշում ենք հայտնի Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը ու հանրապետական կուսակցության հայտարարությունը, թե ինչպես մեկ օրում Գագիկ Ծառուկյանին ուղարկեցին հանգստի։ Հետո հիշում ենք 17 թվականին, երբ որ Գագիկ Ծառուկյանը նորից հետ վերադարձավ, արդեն մենք տեսանք Գագիկ Ծառուկյանի Սերժ Սարգսյանի հետ համատեղ գործելուց, մենք տեսանք, որ այդ 17 թվականին ինքը որպես ընդդիմադիր չէր ներկայանում արդեն, բավականին լոյալ, այնպես ինչպես այսօր ներկայանում է Հանրապետություն կուսակցությունը քաղաքացիական պայմանագրի համար, այդպես էլ Բարգավաճ Հայաստանը արդեն հանրապետական կուսակցության համար ներկայացավ 17 թվականի ընտրություններին։ Հետո մենք տեսանք, որ Բարգավաճ Հայաստանը դարձավ հեղափոխական, կուսակցության պատմությունն ենք ասում, մենք տեսանք, որ իրենք դարձան հեղափոխական, ջուր բերեցին հեղափոխության համար, միացան հեղափոխությանը, դարձան կոալիցիոն գործընկեր եւ ունեցան սեփական փոխվարչապետը, որը մինչ այսօր կա Մհեր Գրիգորյանը, մեր սիրած Մհեր Գրիգորյան, ամեն անգամ պետք է անդրադառնանք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ու կապվածությունները երկրորդ նախագահի հետ իրեն ասոցիացվող Մեր հինավուրց Պաշտոնյան հիմնական գործունեություն ծավալող տնտեսական, նաև զգայուն քաղաքական հարցերի շուրջ Մհեր Գրիգորյանն է այդ գործունեություն ծավալում, Բարգավաճ Հայաստան կուսակցության մանդատով դարձավ փոխվարչապետ ու մինչ օրս փոխվարչապետ է։ Հետո
Բարգավաճ Հայաստանը 18 թվականի ընտրություններից հետո դուրս մնաց կոալիցիոն գործընկերությունից, իրենք դուրս մղվեցին, հետո մենք հիշում ենք, որ 20 թվականի պատերազմից հետո Բարգավաճ Հայաստանի ղեկավարը ասեց, ով հետ կանգնի անբարոյականի վաստակ է, իր խոսքերն ես իրեն եմ մեջ բերում, որևիցե միտում չունեմ որևիցե մեկին վիրավորելու, բայց իր խոսքերն եմ մեջ բերում։ Ու չասենք ինչ արեցին մի քանի օր հետո։ Հա, մի քանի օր հետո մենք տեսանք, որ իրենք պայքարը դադարեցրեցին։ Ասեց ամեն դեպքում։ Հա։ Հիմա հերթական անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը հայտնվեց պայքարի մեջ, փորձեց բելարուսական խոսույթով ներկայանալ ընտրություններին, ոչ մեկը իրեն չէր ստիպել, որ այդ խոսույթով ներկայանա, բայց ընտրություններն ավարտվեց ու ինքը լուր է։ Հարց է առաջանում, ինչու է ինքը լուր, ում հետ է ինչ պայմանավորվել, ինչ երաշխիքներ է ստացել։ Մենք հիշում ենք, որ ընտրություններից առաջ, անմիջապես առաջ, Փաշինյանը հայտարարում էր, որ Ծառուկյանի տունը վերցնելու է Սարգիս ծերանոցը։ Հիմա այդ process-ների մասին առհասարակ էլ խոսակցություն չկա, Փաշինյանը նույնիսկ չի անդրադառնում Ծառուկյանին։ Բայց նկատենք էլի, որ ամեն դեպքում այս ոչ հստակությունը նաև Սամվել Կարապետյանի կողմից նույնպես նշանակում է, որ ինչ որ բանի են սպասում, ինչ որ ազդակի են սպասում։ Եվ այստեղ չենք կարող չտեսնել, որ անմիջապես ընտրությունների ավարտից հետո մեր երկու ընդդիմադիր ուժերի ղեկավարները փորձեցին դուրս գալ երկրից, եւ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը փորձեցին հեռանալ Հայաստանից եւ նրանց օդանավակայանից հետ վերադարձրին։ Այդ խնդրին դեռ կանդրադառնանք, բայց սա եւս իմ կարծիքով ազդակ է, որ իրենք ինչ որ գործեր ունեն մեր հյուսիսային բարեկամների հետ։ Այդ գործերի հետ կապված իրենք կարող են այստեղ այդ ամեն ինչը կազմակերպել, խնդիր չի դա։ Դրանք երևի հոգնած են եղել ուղղակի այս ընտրական process-ներից գնում են հանգստանալու, որովհետև 21 օր հնարավորություն է տալիս իրենք կարող են եւ on-line ձևով քննարկումներ ունենալ եւ դրսի մարդիկ գային իրենց հյուրընկալվեին, այսինքն այդ ամեն ինչը տեխնիկական հարցեր են, որոնք լուծելի են։ Տեխնիկական առումով մեր հայրենակիցներից ցանկացածը անպաշտպան է եւ այդ մասին ազդակները մենք ստանում ենք ամեն օր։ Բայց հիմա մենք կգանք նաեւ ընտրությունների բուն առաջարկներին։ Որովհետեւ այս ընտրությունների արդյունքում մենք որակապես ու գաղափարապես փիլիսոփայորեն որևիցե նոր բան չենք ստացել։ Մենք ունենք պարլամենտ, նոր պարլամենտ, որը կազմված է ՀՀՇ փիլիսոփայությամբ եւ դաշնակցական փիլիսոփայությամբ։ Այդ նույն փիլիսոփայությունն է, նույն քաղաքական դպրոցներն են, որոնք որ 91 թվականից մինչ օրս գոյություն են անկախ Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ գոյություն ունի երկու քաղաքական դպրոց։ Դա մեկը հայոց համազգային շարժման արդյունքում ձևավորված քաղաքական դպրոցն է, Լևոն Տեր-Պետրոսյանական գաղափարախոսությունը, որը հիմնված է խաղաղության թեզերի վրա, այսինքն ամեն գնով պետք է ձգտել խաղաղության, իսկ իրականում Հայաստանի պարտության ու այդ պարտության փիլիսոփայությամբ կառուցել մեր երկրի հետագա գործունեությունը։ Եվ կա դաշնակցական փիլիսոփայություն, որը որ ուռա հայրենասիրությամբ հետ ամեն ինչը տեղի ունենում, սոցիալիզմի քարոզով է տեղի ունենում, չնայած իրենց շարքերը լցված են բիզնեսմեններով ու սոցիալիզմի արդյունքում իրենք չեն կարողանալ բիզնեսմեններ լինեն, բայց իրենք սոցիալիզմ են քարոզում, իրենք քարոզում են ուռա հայրենասիրություն, աշխարհին նայում են Ռուսաստանի աչքերով, այսինքն մենք դաշնակցական քարոզի արդյունքում մեր դպրոցական դասագրքերն են դաշնակցության կողմից են գրված եղել։ Մենք ինքներս երբ որ անկախ Հայաստանում դպրոց են գնացել, կրթության նախարարները միշտ եղել են իրենցից Լևոն Մկրտչյանից սկսած։ Ու մենք տեսել ենք դասագրքեր, որտեղ որ մենք աշխարհին նայում ենք թուրքերին դեմ, բայց ռուսական հայացքով, ոչ թե հայկական։ Սա շատ կարևոր է։ Այո, օրինակ մարտական եղբայրությունն է նայում թուրքերին էլ դեմ, ռուսներին էլ դեմ կամ որոշակի բալանսավորված իրավիճակում, բայց մենք չենք նայում ռուսական աչքերով։ Սա շատ կարևոր է։ Հայակենտրոն ուժային գործոնը պիտի լինի Հայաստանը, այդպես է նայում մարտականը։ Ու իմիջիայլոց դաշնակցությունն ու ՀՀՇ-ն իրենք բավականին իրար մոտիկ են։
այդ երկու քաղաքական դպրոցները գոյություն ունեն ու շատ դեպքերում երբ որ ասում են հայկական քաղաքական դաշտում բոլորը Լևոնից են սերում, ես պատկերացնում եմ մեկնաբանությունների դաշտը արդեն։ Բոլորը Լևոնից են սերում, սրա մեջ իրականության հատիկ կա, որովհետև այդ քաղաքական դպրոցն եղել, այլընտրանքային քաղաքական դպրոց, քաղաքական միտք ձևավորող չի եղել էր ի սկզբանե։ Օրինակ նույն հայոց համազգային շարժումում Վազգեն Մանուկյանական թևն է եղել, որ հետագայում չի շարունակվել, այսինքն գաղափարական։ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր, որ մենք սովորական ազգ ենք ու որևիցե հատուկ միսիա չունենք, մենք պետք է փորձենք աշխարհի հետ համակերպվել, գլուխներս կախ լինի, փորձենք ձգտել խաղաղության, հանձնվենք, պարտվենք, մի կերպ յոլա գնանք։ Իսկ Վազգեն Մանուկյանը առաջարկում էր, որ մենք համաշխարհային ազգ ենք։ Ներդրության մեջ է հիմնական բանաձևը այդպես է։ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Բայց ու մինչև այսօր դա է շարունակվում, այսինքն նույնն է շարունակել է Ռոբերտ Քոչարյանի Դաշնակցությանը, երբ որ ինքը իշխանություն էր։ Ինքը գնում էր նորից խաղաղության գործընթացով, այսինքն իբր թե իրենք հեռացրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, իբր երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի հրաժարականի հայտարարությունն արեց, իրենք եկան Արցախի հարցը կարգավորել 10 տարի ղեկավարեցին Հայաստան, 10 տարվա ընթացքում որևիցե հարց չկարգավորեցին։ Որևիցե հարց, այսինքն այն գործընթացը, որը վերցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանից, նույնությամբ շարունակեցին, գնացին բանակցային գործընթացը տարան այն ուղղությամբ, որը որտանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, 98-ի եւ 2008-ի միջև էական տարբերություն չի եղել, այսինքն 10 տարվա ընթացքում որևիցե հաջողություն չեն գրանցել։ Նույնը արել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն Կոնկրետ գործնական առումով այո, բայց տեսական հարթակում այնտեղ կային էական տարաձայնություններ։ Փուլային փաթեթային մեջ էր, բայց հիմնական փուլային տարբերակով ենք մենք հանձնվում, պարտվում, թե փաթեթային, բայց հիմքը խաղաղություններ ու հանձնվելը։ Դիմադրությունը ուժը ցույց տալը դա հիմք չի եղել։ Հիմա նույնությամբ այսօրվա պարլամենտում գտնվում են հենց այդ ուժերը, այսինքն նույն Սամվել Կարապետյանը իր ուժը Հայաստանով, նույն Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության հետ միասին, նույն Նիկոլ Փաշինյանը բոլորով նույնն են քարոզում, այսինքն իրենք ձգտում են խաղաղության փիլիսոփայական առաջարկը, դա նույնն է։ Մենք ունենք միահեծան, միակուսակցական համակարգ, այս պահին Հայաստանում պարլամենտում գտնվում է մի կուսակցություն կամ երկու կուսակցություն, որոնք որ գաղափարապես իրար հակադրված չեն։ Մենք անունները մի կողմ ենք դնում, իրենց առաջարկները փիլիսոփայական բան ենք բերում առաջ։ Ու հենց այստեղ է նաև խնդիրը կայանում, որ օրինակ մարտական եղբայրություն միաբանությանը չեն գրանցել։ Որ իրենք նշել են, որ մենք պատերազմի քարոզ ենք անում, որ մենք խնդիր ենք առաջացնում, բայց հիմնականը գաղափարական մենք այլընտրանք ենք առաջարկում։ Մեր ծրագրային խնդիրն է այդտեղ գաղափարական, փիլիսոփայական ծրագրային խնդիրն է, որ մենք առաջարկում ենք, որ Հայաստանում կարող է լինել նաև այլընտրանքային գաղափարախոսություն, ոչ թե մենք հայոյում ենք։ Մենք իմիջիայլոց որևիցե վիրավորական արտահայտություն չենք անում, մենք չոր փաստերով հակադրվում ենք, այլ առաջարկ ենք անում։ Մեր հարթությունն ենք դրել, մեր հարթության մեջ մեր փիլիսոփայությունն ենք առաջ տանում, որը հակադիր է այսօրվա փիլիսոփայությանը, ՀՀՇ-ի փիլիսոփայությանը, ու այստեղ է իրենց համար ամենամեծ վտանգը, որովհետև այս պահին մենք քիչ լսելի ենք, բայց այս մեր փիլիսոփայությունը կարողները Հայաստանում շատ են։ Այն մարդիկ, ովքեր որ գնում են ամեն անգամ, թե դեմ են քվեարկում Լևոն Տեր-Պետրոսյանին, թե դեմ են քվեարկում Ռոբերտ Քոչարյանին, թե դեմ են քվեարկում Սերժ Սարգսյանին, թե դեմ են քվեարկում Նիկոլ Փաշինյանին, դեմ քվեարկողները իրենք ենթագիտակցություն հասկանում են, որ իրենք չեն կիսում այս փիլիսոփայությունը։ Միշտ 50 եւ ավել տոկոս Հայաստանի Հանրապետությունում դեմ քվեարկողներ են լինում օրվա իշխանությանը, բայց հիմնականում դեմ են քվեարկում այն փիլիսոփայությանը, որ առաջարկվում է այս ՀՀՇ թեզերով։ Ես ասեմ դու այս տեսանկյունից ներկայացրեցիր, բայց դեմ քվեարկողներ իմ միջավայրում կային նաև ընդդիմությանը, այսինքն ես գիտեմ մարդիկ, ովքեր Նիկոլ են ընտրել, որովհետև իրենք դեմ էին, որ որևէ ձևաչափով մեր հարաբերությունները լինեն վասալային Ռուսաստանի հետ։ Եվ այդ մտավախությունից ելնելով, ցավոք այդտեղ կա նաև իմ թերացումը, ես չկարողացա մինչև վերջ բացատրել, որ այդպես չի աշխատում, դա շատ ավելի վատ է այդ չարյաց փոքրագույնը կրկին ընտրելու տարբերակը, բայց այդ էլ կա, այսինքն այնպես չի, որ միայն ընդդեմ Նիկոլի ընտրում են ինչ որ հնարավոր է որ հաղթի Նիկոլին, այլ նաև ընդդեմ իր ընտրած ընդդիմությանը ընտրում են իրեն։ Սա մեզ ավելի դրական
ազդակ է տալիս, ավելի լավ տեղ է բերում, որովհետև այսինքն Նիկոլ ընտրողների եւ Նիկոլ չընտրողների ընդհանուր հանրագումարն ասում է, որ հայ ժողովրդի մոտ կա բնական պահանջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, կախված չլինի որևիցե արտաքին կենտրոնից, դա կլինի Ռուսաստանը թե Արևմուտքը կամ Թուրքիան, հակառակ անկախականների պահանջ կա, բայց անկախականների առաջարկող քաղաքական ուժ չկա, այսինքն որ սա այս քաղաքական ուժը ունի իր մոտեցումները, ռադիկալ տարբերվում է առաջարկող քաղաքական ուժերից իր գաղափարներով, իր մոտեցումներով, իսկ ռազմավարությամբ դրա համար մեր նման քաղաքական ուժին ի սկզբանե փորձում են տեղ չտալ, որովհետև հանուն արդարության պետք է նշել, որ նախկինում էր Հայաստանում փորձեր եղել են։ Չլինի այնպես, որ մենք մեծամիտ ենք ու ասում ենք այս պահին մենք ենք ու դրանից առաջ չել։ Այո, այս պահին մենք ենք, բայց մեզնից առաջ եղել են փորձեր, նույն Վազգեն Մանուկյանի փորձը, Պարուհ Հայրիկյանի, եղել է Շանթ Հարությունյանի փորձը, այսինքն այս անկախական ուժերը ինչ որ փուլերում փորձել են գործունեություն ծավալել, որոնք որ ի սկզբանե խեղդվել են։ Առաջ դրվել են շատ լուրջ խոչընդոտներ, կարող ենք հիշել նաև, որ Հայրիկյանի նկատմամբ մահափորձ եղավ հենց ընտրարշավի ընթացքում, Շանթ Հարությունյանին ձերբակալեցին ընդամենը փողոցը անցնելիս 2-3 հոգանոց ակցիայի շրջանակում ու բոլոր դեպքերում անկախական ցանկացած շարժում հենց բնում խեղդվել է։ Մինչդեռ մենք կարող ենք հստակ տեսնել, որ եթե Սերժ Սարգսյանը ուզեր կասեցնել Փաշինյանի 18 թվականի շարժումը, դա իր համար ոչինչ էր։ Այ դրա համար մարտական եղբայրություն միաբանությունը եւ ազգային հեղափոխություն կուսակցությունը ինչ են անում։ Մենք ոչ թե կրկնում ենք մեր ավակ սերնդի սխալները ու անձերի շուրջ են փորձում այս գաղափարները կառուցել, այսինքն Շանթ Հարությունյանը, Պարուհ Հայրիկյանը, նույն Վազգեն Մանուկյանը իրենց անձի շուրջ են փորձել կառուցել։ Միգուցե այլ տարբերակ էլ չեն կարելի ժամանակ պատկերացնել, բայց մենք կառուցում ենք միաբանության շուրջ, մենք կառուցում ենք միաբանության ենթակա կուսակցության շուրջ, դրա համար ասում ենք, որ անձերը այստեղ երկրորդված են, հիմնականում գաղափարներն են ու դուք բոլորդ կարող եք գալ, միանալ եւ մարտական եղբայրություն միաբանության եւ ազգային հեղափոխություն կուսակցությանը, կարող եք շարունակել գալ համագրվել, որովհետև առաջիկայում մեզ բազմաթիվ անելիքներ ունենք ու քաղաքական process-ները դեռ շարունակվում են եւ ով գիտի ինչ շրջադարձերի են առերեսվելու։ Հենց կուսակցությունն էլ պետք է ավելի շատ անդամներ ունենա, կուսակցության գաղափարակիցները պետք է ավելի լինեն, որ մենք կարողանանք նաեւ պետական ռեգիստրի վրա նաեւ հանրային ճնշում գործադրել, որպեսզի մեր կուսակցությունը ստանա պետական գրանցում։ Ու պայքարը պետք է շարունակենք ու մենք ասում ենք, որ մենք չենք վախենում, այո, հնարավոր է նաև ձերբակալություններ լինեն, հնարավոր է եւ միաբանության բոլոր անդամներին ձերբակալեն, բայց եթե գաղափարին տեր կանգնողներ լինեն, մեր խնդրի առաջ չեն կանգնի, ինչպես մեր ավակ սերունդը կանգնել է, այսինքն Աշոտ Նավասարդյան, Շանթ Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Պարուհ Հայրիկյան մի քանի հոգու բանտարկել են եւ շարժումը խեղդվել է։ Իսկ մեր պարագայում մենք ասում ենք, եկեք տեր կանգնել, որ ցանկացած պարագայում առաջնորդներ լինեն, որովհետև հենց պայքարի ժամանակ են ծնվում առաջնորդներ, պայքարի ժամանակ են ծնվում գաղափարը քարոզողներ։ Եվ չի բացառվում, որ հենց դուք եք այն առաջնորդը, որ պիտի այս գաղափարների շրջանակում ստանձնի իր դերը եւ պատվով մտնի պատմություն։ Այո, սա հնարավորություն է, հարթակ է, որը որ ստեղծել ենք ու շարունակելու ենք հայերով, անկախական հայերով սանդլայնել ու տարածել։ Միացեք սիրելի հայրենակիցներ, շարունակենք լուրերը։ Պաշտոնական շնորհավորանքները ոչ միայն չուշացան, այլև նույնիսկ նախորդեցին պաշտոնական վերջնական արդյունքների հրապարակմանը եւ դա շատ տարօրինակ էր։ Միայն Պուտինը կարծես դեռ չի շնորհավորել Փաշինյանին, դա էլ հետաքրքիր քաղաքական դիրքորոշում է։ Տեղի ունեցավ առաջին պաշտոնական այցը եւ այդ այցը որքան էլ տարօրինակ է Ադրբեջանի պատվիրակությունն էր, որ հյուրընկալվեց Դիլիջանում։ Ինձ համար շատ խորհրդանշական է, ես այդ հատվածին անդրադառնամ, ըստ էության հետո դուք կմեկնաբանես։ Դիլիջանում շատ մեծ ֆինանսական ներդրում էր արել Ռուբեն Վարդանյանը, որ շարունակում է պահվել Բաքվում որպես գերի եւ ողջ Հայաստանում փաստորեն հենց խորհրդանշականորեն այդ վայրը ընտրվեց որպես առաջին պաշտոնական պատվիրակությանը հյուրընկալելու վայր։ Միաժամանակ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում շարունակվում է փառատոն համաժողով, սա էլ շատ հետաքրքիր է, որ փառատոն
համաժողով Արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստան, իրենց հայրենակիցների վերադարձի թեմայով։ Փառատոն բառը նշանակում է ինչ որ բանի համար իրենք նվաճում ունեն եւ հիմա փառքը տոնում են եւ դա հիմնավորում են համաժողովի այդ քարոզներով, ելույթներով անհիմն բնականաբար գիտականորեն, բայց այստեղ չենք կարող չհիշել, որ Փաշինյանը անընդհատ շարունակում է ասել, որ վերադարձի թեմա, իսկ մեր կարծիքով բնակեցման, ադրբեջանցիների բնակեցման թեմա չի քննարկվում, իսկ Ադրբեջանում շարունակում են անդադար ռեժիմով հիշեցնել, որ այդ թեման շարունակում է տաք մնալ։ Նախ ասենք, որ ամսի 18-ին մենք 19-ին նկարում այս հաղորդումը 18-ին Ալիևը նաև հայտարարություն է արել, որ այն թեզերը, որ օրինակ ՀՀՇ-ն տարածում էր, ասում էր ամբողջ աշխարհը մեր դեմ է, մենք չենք կարող, Ալիևը դրա հակառակ պնդումներն է արել, որ ամբողջ աշխարհը ցանկանում էր, որպեսզի Արցախը եւ նրա շուրջ գտնվող տարածքները մնան հայկական, Հայաստանի Հանրապետության տակ, ինքը 17 տարի լինելով Ադրբեջանի նախագահ մասնակցել է բանակցություններին ու անընդհատ իրեն միջազգային հանրությունը սպառնացել է, որ եթե փորձեք ուժով այդ հարցը լուծել, դուք կստանաք սանկցիաներ կամ չգիտեմ։ Էլի քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի նախագահների համանախագահ երկրներին է քննադատել կոնկրետ անդրադառնալով Ֆրանսիային, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ու մեզ դրա հակառակն են համոզել տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, որը միջազգային հանրությունը գործել է մեր դեմ։ Այսինքն այնինչ իրականում հակառակն է եղել։ Եթե կարելի է ես հիշեցնեմ նաև, որ փորձեցին Փաշինյանից պատասխան ստանալ, թե կոնկրետ ով է, որ քաղաքական ուժն է դրել պայման, որ նշաձողը Արցախի հարցում իջեցվի, եւ Փաշինյանը չունեցավ պատասխան։ Երկար ժամանակ իմ գործընկերները պնդում էին, որ ասեք, խնդրում եմ անվանական ով է ասում, որ պետք է Արցախի նշաձողը իջեցվի, եւ այդ հարցը չունեցավ պատասխան։ Որովհետեւ այդ հարցի պատասխանը արհեստական հարց է։ Այդ հարցի պատասխանը հետեւյալն է, որ իրենք ճնշել են հենց ադրբեջանցիները։ Ու ամենակարևոր, ամեն անգամ պետք է այս հարցը անդրադառնանք, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ Փաշինյանը հակառուսական է, Փաշինյանը դիմադրում է Պուտինին, Փաշինյանը կարողանում է Պուտինի հետ վատ տոնով խոսել, վատ տոների մեջ խոսել ու դա իրապես է տեղի ունենում այդ ամեն ինչը, հիասթափեցնեմ ձեզ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը թե ռազմական, թե մարդկային, թե տնտեսական առումներով տասնապատիկներ, եթե ոչ հարյուրապատիկ տարբերություն կա։ Եթե Փաշինյանը կարողանում է, ինչպես Սևակն է ասում, արքաների հետ խոսում են դույով, չէ՞, Փաշինյանը կարողանում է այնպես խոսել Պուտինի հետ, որ Պուտինը իրեն անհարմար է զգում ու կարողանում է Պուտինին նեղը գցել, ինչ որ բաներ ասել, ինքը կարողանում էր նաև Ադրբեջանին այդ նույն բաներն ասել։ Ինչը մենք չենք տեսնում։ Ադրբեջանից ինքը սարսափած է, իսկ Ռուսաստանի նման երկրի ղեկավարին ինքը կարողանում է ոնց ուզի հետ խոսել։ Սա խոսում է, եթե իրապես նման բան լիներ, ինքը 10 անգամ ավել կոշտ տոնով կարող էր խոսել Ալիևի հետ։ Ու իմիջիայլոց ամեն անգամ սրամասնել եմ հիշեցնելու Փաշինյանին աջակցողները, հեղափոխության, իրենց ասած թավշյա հեղափոխության աջակցողները, ովքեր որ շարունակում են Փաշինյանին աջակցել։ Ինձ հետաքրքիր է 2018 թվականին իրենց հիմնական լոզունգը դուխովն էր։ Իրենց դուխից առհասարակ ինչ որ բան մնացել է։ Դե հիմա խաղաղությունն է իրենց լոզունգը։ Դուխից բան մնացել է, թե դուխը Ալիևը կոտրել է։ Դուխի է դարել։ Եվս մի թեմա, որ շատ կարևոր է, իշխանությունը նախատեսում է ընտրական իրավունքի զրկել մեր այն համաքաղաքացիներին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց, ովքեր 173 օրվանից ավելի բացակայում են երկրից։ Եկեք հիշեցնենք ովքեր են այդ քաղաքացիները, նրանք նաև այն մարդիկ են, ովքեր այստեղ չեն կարողանում բավարար վաստակով պահել իրենց ընտանիքները եւ ժամանակավորապես հեռանում են արտերկիր, հեռավար աշխատելով եւ ինչ որտեղ նաև կորցնելով իրենց հայրենիքում ապրելու եւ արարելու, իրենց հայրենիքում մեծանալու, ծերանալու, առհասարակ լինելու հնարավորությունը։ Այդ մարդկանց մենք հիմա ուզում ենք ոնց որ
նաև զրկել ընտրական իրավունքից։ Սա շատ կարևոր հարց է իրականում, նախ այն մարդիկ տարիներ շարունակ բազմաթիվ մարդիկ իրենց ընտանիքներից կտրված մենք տեսել ենք, այսինքն բոլորս ենք ապրում այս երկրում ու տեսել ենք բազմաթիվ երեխաներ տարվա մեջ մի քանի օր են իրենց հայրերին տեսել, որովհետև հայրերը գնացել են արտաքին աշխատանքի։ Շատ դեպքերում այդ հեռավորությունը որպեսզի մեղվի, այդ մարդիկ եկել են իրենց ընտանիքներին տարել են դուրս, հիմա տարին մի անգամ կամ երկու անգամ հնարավորություն կամ 2 տարի մի անգամ գալիս են Հայաստան, փորձում են կապը պահել, որպեսզի այդ երեխաները հայերեն խոսեն, հայկականությունը մեջներից չկորի, այս մի շերտն է։ Իրականում սա մեծ թիվ է կազմում 300,000 ներողություն, դա մեծագույն ողբերգություն է։ Ժողովուրդ, ես շատ երկար ժամանակ աշխատել եմ այդպիսի ընտանիքների հետ, ընտանիքներ կային, որտեղ երեխան հորը տեսնելիս տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ եւ գրկել։ Ունենում էր շատ խորը դեպրեսիվ վիճակներ կարոտից։ Եվ այդ նույն երեխան, երբ հայրը հերթական անգամ մեկնում էր արտագնա աշխատանքի, ջերմություն էր ունենում 2-3 ամիս շարունակ։ Այդ իրավիճակում ապրող մեր հայրենակիցները, ստիպված այդ կյանքը ընտրած մեր հայրենակիցները հիմա փաստորեն նաև զրկվում են իրենց երկրի համար որոշում կայացնելու իրավունքից։ Կներեք հուզական ձեռման համար։ Այո, սա լուրջ խնդիր է եղել, որովհետև թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ մենք մեծ արտագաղթեր ենք ունեցել։ Այսինքն մենակ միայն Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում 10 տարվա մեջ 350,000 մարդ արտագաղթել է։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Որոշ մարդիկ էլ օրինակ ավանդական Սփյուռքից հնարավորություն են ընձեռվել, այս պետությունը օրենքներ են ընդունել, որպեսզի իրենք կարողանան գալ երկրորդ քաղաքացիությունը, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ։ Սրանք կարևոր հարցեր են, այսինքն մենք երբ որ խոսում ենք, ժամանակին խոսվում էր, հիմա դրա մասին առհասարակ լրացվում է Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնության մասն է խոսվում։ Սա այս կոնցեպտը չի դադարեցել, չեն ցանկանում աշխատեցնել, բայց սա շատ կարևոր բան է, այսինքն մենք վերջի տարիներն ենք սկսել նորմալ մարդավարի ապրել։ Մեր շուրջը որ տեսնեինք, բոլորը կախված էին Սփյուռքից եկող գումարներից, այսինքն թե ԱՄՆ-ից, թե Եվրոպայից, թե Ռուսաստանից, Հայաստան գումարներ էր գալի, նույնիսկ Ավստրալիայից էր գումարներ գալի։ Գալի, որտեղ մարդիկ իրենց օրվա հացը վաստակելու համար տարբեր տեղեր են հայտնվել, մեկը գնացել էր եղբորներ պահում, քրոջներ պահում, ու այս մարդիկ մասնակիցն են եղել, հարկ եղած դեպքում պետությունը երբ որ լավ չի եղել, դիմել է Սփյուռքին, ասենք օրինակ համայնքական հիմնադրամը կար, դրանից բացի պատերազմի ժամանակ Սփյուռքը եկել մասնակցել թեկուզ քիչ քանակությամբ, բայց օրինակ Մոնթե Մելքոնյան ունենք, հապարտանում եք Մոնթեով, որտեղից է Մոնթե, կարող Քեքեջան ունենք, ու Սփյուռքից նաև մենք փոխանակ ավելի շատ ինտեգրենք Սփյուռքին, որպեսզի իրենք տեղյակ լինեն հայկական ներքին կյանքից, իրենք ավելի լավատեղյակ լինեն, կարողանան ճիշտ ընտրություն կատարել կամ ոչ թե ճիշտ իրենց հոգու խորքում, իրենց գաղափարներով ընտրություն կատարել։ Հակառակը մենք փորձում ենք օտարել, որին չստանանք։ Գիտեք, Մասիս ջան, կարծես մի քիչ նորից մեղադրական հնչեց, որ քիչ են եկել մասնակցել պատերազմի ժամանակ, ինձ որպես լրագրողի պատերազմի ժամանակ դիմել են տարբեր երկրներից։ Մեր հայրենակիցները ասել են, որ գրանցված են դեսպանատներում, հյուպատոսարաններում եւ իրենց ասել են սպասեք։ Եվ այդ մարդիկ նստած պատերի տակ, հավաքած իրենց հնարավորության սահմաններում իրենց զինվորական ուսապարկերը, նստել ու սպասել են, երբ են իրենց պետականորեն սահմանված կարգով բերելու Հայաստան։ Հետո, երբ որ ես փորձեցի ՊՆ-ի եւ ԱԳՆ-ի միջոցով ճշտել այդ մարդկանց ներուժը, ցանկությունը կամավորագրվելու, օգտագործելու են թե չէ, ի վերջո, այսպես ներքին կարգով ինձ ասեցին, որ ես հրապարակեմ, որ իրենք կարող են գալ կամավոր, որպես իրենց միջոցներով, բայց այստեղ էլ արդեն պիտի անցնեն համապատասխան ստուգումներ եւ այլն, այդ թվում եւ COVID-ի թեստ պիտի անցնեն եւ դրանից հետո նոր հնարավոր է պետությունը իրենց տաներ։ Դա նշանակում է մարդկանց տներ անորոշ ֆինանսական բեռի տակ եւ անհասկանալի է վերջո իրենք կհայտնվեին թե չէ, կարծես հնարավոր չէր այդ ամենը ստուգել այնտեղ, նոր այդ մարդկանց ասել բերում են թե չեն բերում։ Սա պատասխան այն մարդկանց, որ ասում են շատ քիչ են եկել։
Հետևաբար ստացվում է, այսինքն թե Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր քաղաքացիները, երբ որ խնդիրներ են ունենում, իրենք հիշում են, որ գոյություն ունի հայկական սփյուռք եւ որից պետք է խնդրել օգնություն, թե մարդկային, թե ֆինանսական ներուժով, թե տեխնիկական միջոցներով, բարեգործությամբ, բայց հենց մի քիչ տեղները լավանում է, ինչ որ հայտնվում է անտեսանելի մի հատ ձեռք, որը փորձում է ճնշում գործադրել ու սփյուռքին օտարել, չթողնել, որպեսզի մասնակցի հայաստանյան կյանքի փոխանակ հակառակ process-ն անեն, ինտեգրեն սփյուռքին, փոխանակ կապերը ավելի խորացնեն, փոխանակ այդ ցանցը ավելի լավացնեն, իրենք հակառակ process-ը իրականացնում։ Սրա մասին է խոսում նաև, օրինակ հայ առաքելական եկեղեցու պայքարը։ Իրենք եկեղեցու դեմ պայքարում են, որպեսզի Հայաստան-սփյուռք կապերը խզեն։ Նաև որովհետև Ադրբեջանի պահանջն է դա։ Ի վերջո հիշում ենք այդ հայտարարությունները, որ մեր հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է հայ եկեղեցին եւ հայկական սփյուռքը։ Իսկ մի փոքր ստիպված ենք խոսել մեր հայրենակիցների, այստեղ ապրող հայրենակիցների իրավունքների մասին։ Երբ որ Փաշինյանին հարց տվեցին, ինչպես Ռոբերտ Քոչարյանի անձնագրային կետում լուսանկարեցին եւ դա տարածեցին համացանցով, նա ասաց դե ած աշխատակիցը ուներ այդ նկարը, ուզելա տարածելա։ Այսինքն ստացվում է, որ հիմա մեզ ցանկացած լուսանկար, որ իրենց ներքին օգտագործման համար, ածը կարիքների համար մեզ լուսանկարում են, լսում են, ձայնագրում են եւ այլն, գիտենք էլի։ Դե հիմա իրենց գործն է այդպես, բնույթը այդպես է գործի, բայց կարևոր կետ ենք հատում։ Հիմա իրենք կարող է ուզեն եւ տարածեն։ Այսինքն մենք բացարձակ անպաշտպան ենք մնում թվային այս դարաշրջանում։ Այդ մարդու ազնական տարածք են ներխուժում։ Այո։ Մարդու իրավունքների ոտնահարում, ազատությունների ոտնահարում է, այսինքն բացարձակ մենաշնորհ է տրված։ Հենց սրա մասին է, որ մենք ասում ենք դիկտատորական համակարգ է։ Իսկ Եվրոպան ինչու է լռում։ Ախր ամեն անգամ պետք է հիշեցնենք Եվրոպան, այո, Եվրոպայի համար գոյություն ունեն արժեքներ, որոնց համար ինքը պայքարում է, բայց առհասարակ դրանից ավելի կարևոր ինքը ունի ռազմավարական պլանները։ Ու ինչ է նշանակում Եվրոպա։ Չկա Եվրոպա առանձին քաղաքական չկա առանձին Եվրոպա, Եվրոպան ունի նկատի ունենք։ Սերբիան Եվրոպա է։ 100 տարի, հարյուրավոր տարիներ։ Սերբիան Եվրոպա է, ով է լռում, Ալբանիան է լռում։ Փիլիսոփաների տարբեր գործողություններ։ Հարց եմ տալի, ովքեր են Եվրոպան։ Սերբիան է լռում, Ալբանիան է լռում, Ֆրանսիան է, Բրիտանիան է, ովքեր են Եվրոպան։ Գերմանիան է, ով պետք է խոսեր։ Ֆրանսիան, Գերմանիան հիմնականում այդպես է անցալվում, էլի։ Ֆրանսիան, Գերմանիան, իրենք առանձին պետություններ են, պետք է հիշել սրա մասին, նամանավանդ այս փոփոխվող աշխարհում իրենք երկուսն առանձին են արդեն ակնհայտ կերպով հանդես գալիս։ Մենք տեսանք նաև եվրոպական ժողովը, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ, օրինակ Գերմանիան չներկայացավ ու դրան էլ բազմաթիվ պատճառներ կան։ Դրա մասն մեկնաբանություններ տվողներ կան ու բավականին խորքային մեկնաբանություններ տվողներ կան։ Բայց անդրադառնանք, որ այս բային փոփոխվող աշխարհում ամեն պետություն իր շահն է փորձում առաջ տանել։ Իրենց հետաքրքիր չի Հայաստանում ինչ է տեղի ունենում։ Իրենք Հայաստանը պահվում են, չեն պահվում, ոնց են իրենք իրենց հասանելիքն են ցանկանում ստանալ։ Ում լուսանկարն են հրապարակում, ում մասին են կեղծ տեսանյութ տարածում պետական միջոցներով, որպեսզի պատկերացնեն մեզ լսողները, երբ որ մենք ասում ենք ցանկանում ենք անկախ պետություն ու չենք ցանկանում Եվրոպայի հովանուն, եվրոպական երկրների հովանու տակ գտնվել։ Պետք է հիշեցնել, որ այդ նույն եվրոպական երկրները գործում են այնպես, օրինակ ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, իրենք էլ են գաղութատեր պետություններ եղել, ովքեր որ երկրորդ համաշխարհից հետո որոշակի պետություններ տվել են ազատություններ, բայց դա ֆորմալ բնույթ է կրում։ Այդ եվրոպական երկրների ազդեցությունները տվյալ իրենց նախկին գաղութների վրա այնքան մեծ է, ինչքան Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Ուղղակի տեսեք, ամեն հաջորդ անգամ կարծես մի քայլ ավելի բարձր են իրենք խախտում այդ իրավունքները։ Գոնե նախկինում տեսնում ենք, որ մի հատ կոչ էին անում, sense անատամ իհարկե, բայց հայտարարություն էին տարածում, որ մի արեք տենց, սիրուն չի։ Իսկ հիմա այդ հայտարարությունն էլ չկա, ամեն ինչ կարծես նորմալ է։ Ընտրություն են կատարել, ասում եմ, բայց հնարավորություն կա այս ամեն ինչը շրջելու, որովհետև ամեն ինչ տանում է նրան, որ պետք է տեղի ունենա սահմանադրական հարաբերություն ու մենք ամեն անգամ էլի շեշտելու ենք, որ ոչը պետք է այնպես լինի, որ ոչը լինի պոզիտիվ ոչ, ոչը պետք է հաղթի։
որովհետև սա հնարավորություն է ձեռնելու այս ամենը հետ շրջելու։ Ընտրությունների 4 օր հետո դուք տեսաք ակցիզային հարկ են թանկացնում, չնայած որ ֆինանսների նախարարը հայտարարում է, որ սա շատ վաղուց է որոշված եղել, ու իմիջիայլոց ֆինանսների նախարարը մի ձև պատահական հանկարծ հենց դա, որ շատ վաղուց էր որոշված, ընտրություններից առաջ չեղավ, այլ հետո եղավ։ Իսկ այն մնացած դրական բաները, այն բանը համազգեստը զինվորականների, մանր-մունր բանը, առողջապահության ապահովագրությունը արդեն վերջացել է, թոշակների բարձրացումը, որը բյուջեով չի նախատեսված, մի 2 ամիս տվեցին, հետո չգիտեմ որտեղից են քերելու որ տան, հարկերը բարձրացնելուց։ Այսինքն դրանք բոլորը գնացին սկզբում որպես նախընտրական բոնուսներ, իսկ հիմա արդեն կարելի է նաև խոսել ակցիզի բարձրացման մասին։ Այս ամեն ինչ անելով տպավորություն է, որ հանրությանը ցանկանում է էշի տեղ դնել։ Դե դրել են էլուր։ Չէ, բայց հաջորդի վելի իրենք խնդիրներ ունեն լուծելու, որոնք որ հարգելի հայրենակիցներ ասում են, որ շարունակելու է երկրի վիճակը վատանալ։ Տնտեսությունը փուչիկ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի խնդրի առաջ է կանգնած հայ գյուղացին ու գյուղատնտեսը, որ արտահանման խնդիրներ են առաջացել ու առաջանալու են։ Եվրոպան չի ընդունում մեր ապրանքները, Ռուսաստանը չի ընդունում մեր ապրանքները։ Մի հատ մեծ տնտեսական փուչիկ է կառուցված ու անհասկանալով իրենք չհասկանալով ինչ որ բան են կառուցել, որի տակից չեն կարողանում դուրս գալ։ Սա էլ է բավականին լուրջ թեմա, բայց երբ մեղադրում են հայ գյուղացուն, մենք ստիպված ենք հիշեցնել, որ փակվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ այդ նախարարության գործառույթներից մեկն էլ պիտի լիներ այսպիսի իրավիճակներին պատրաստել գյուղացուն, օգնելով իրեն թեկուզ խորհրդատվությամբ, թեկուզ ինչ որ ծրագրերով, որ դիվերսիֆիկացնի իր շուկաները եւ կարողանա արդեն որակավորել իր ապրանքը համապատասխան ձևով եւ փորձել նվաճել եվրոպական շուկան։ Դրա համար դուք դեռ հնարավորություն ունեք այս ամենը հետ շրջելու։ Մենք երբ որ ասում ենք առաջարկում ենք ազատություններ, ոչ թե սահմանափակումներ, նաև հենց այստեղ է ձեզ ձեռք տալու մեր առաջարկած մոդելը։ Այսինքն ոչ թե ՀՇ-ի կամ դաշնակցության սոցիալական կամ սոցիալիստական մոդելները, այլ հակառակը ազատ շուկան է բերելու զարգացման, ազատ շուկան է ձեզ հնարավորություն տալու, որպեսզի դուք ամեն օր ունենաք ավելի լավ կյանք, քան դրա նախորդ օրն է։ Մի փոքր միջազգային հաղթանակի մասին խոսենք։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ադրբեջանին պատասխանատու է ճանաչել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում հայ սպայի խոշտանգման եւ սպանության համար, եզրակացնելով, որ ադրբեջանցի զինծառայողները նրան անդամահատել եւ գլխատել են այն բանից հետո, երբ նա վիրավորվել էր եւ այլևս ի վիճակի չէր պաշտպանել իրեն։ Հիշեցնենք, որ խոսքը հայ սպայի Մատաղիսի զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ զինված ուժերի մայոր Հայկ Թորոյանի մասին էր, ով վիրավորվել էր հենց ապրիլի 2-ին հարձակման ժամանակ եւ վիրավորվելու արդյունքում չէր կարող հեռանալ այդ վայրից եւ ադրբեջանցի զինվորները նախ կտրել էին նրա ձեռքերը, հետո գլուխը եւ գլուխը տարել էին իրենց հետ։ Լուսանկարվել էին գլխի հետ եւ այլն եւ Ադրբեջանը ուզում էր ապացուցել, որ ադրբեջանցի զինծառայողները դրանում մեղավոր չեն։ Բարեբախտաբար գոնե փոքր մակարդակում դատարանը հաստատել է, որ նրա ձեռքերը կտրել են, երբ նա դեռ կենդանի էր, իսկ այնուհետև սպանել են գլխատելով։ Դատարանը նաև մերժել է ադրբեջանյան պնդումը, թե դեպքը դուրս է եղել իրավազորությունից։ Սա նախադեպ է, սա կարևոր որոշում է, որը կարող է դրվել մեր այլ հայցերի հիմքում, թեպետ հիմա Փաշինյանն ասում է, որ երկկողմ հետ քաշելու արդյունքում մենք պիտի այլևս չհետապնդենք այդ խոշտանգումների մասով դեպքերի առումով արդարության վերականգնման մեր ցանկությունը, բայց տեսնում ենք, որ իր ուզելով չի եւ վերանփակելով չի։ Փաշինյանը գնում է Հայաստանի խաղաղեցման, սա պարտության քարոզն է, բայց աշխարհը չոփով ծածկած չի։ Այսինքն ճշմարտությունը ու արդարությունը հաղթում է անկախ ամեն ինչից։ Ու սրա մասին ենք մենք անդադասում, որ երբ որ մենք ցույց տանք, որ մենք գոյություն ունենք, մենք պատրաստ ենք դիմադրելու, մենք պատրաստ ենք ինքներս մեզ պաշտպանելու, տեր ենք կանգնում մեր իրավունքներն ենք տեր կանգնելու, մեզ գործընկերներ ունենալու ենք անկախ ամեն ինչից, անկախ ամեն ինչից։
Եթե բոլորին թվում է, որ չգիտեմ, աշխարհը մեզ մեջքով է կանգնել ու մենք այլ տարբերակ չունենք, ուղղակի պետք է հավատանք ադրբեջանցիների ու թուրքերի գթասրտությանը, սխալվում եք։ Եթե հույսը մնացած լիներ իրենց գթասրտությունը, իրենք վաղուց մեզ ոչնչացրել էին։ Եթե մենք շարունակում ենք այս տարածքում գոյություն ունենալ, նշանակում է աշխարհում կան ուժեր, ում ձեռք է տալիս, որ ռեգիոնում լինի Հայաստան, ռեգիոնում լինի Վրաստան, ովքեր որ սեփ կլինեին թուրքական աշխարհի միավորման համար։ Ես կարծում եմ, որ մեզ Աստված է պահում այստեղ այդ բոլոր աշխարհաքաղաքական ուժերը մի կողմ, բայց մենք այստեղ ենք մի աներևակայելի հրաշքի արդյունքում։ Եվ ավարտենք մի պայծառ լուրով։ Հիշում եք չէ մետրոյի միջադեպը, որ Փաշինյանը բավականին հետաքրքիր լաչառությամբ փորձում էր հունից հանել արցախյան հերոսի դստերը Արմինե Մոսյանին, իսկ ծալապատիկ նստած փոքրիկը անվրդով հետևում էր այդ միջադեպին։ Փոքրիկը այս շաբաթ Բաթումիում կայացած առաջնության ժամանակ կարողացել է հաղթել թուրք մրցակցին եւ շարունակում է բարձր պահել Հայաստանի հավաքականի պատիվը։ Ձեզ տեսնեմ ԿՊԱ-ականներ կարող եք վրդովել, հիստերիկանալ, ներվայնանալ, որ ձեր թուրք եղբայրներին ու դրանց երեխաներին մեր հայ երեխաները կարող են հաղթել։ Հանգիստ ներվայնացեք, իսկ մենք կողքավորենք մեր հաղթանակներով, մեզ լավ կզգանք։ Եվ ձեզ էլ կհրավիրենք միանալու մեզ, որովհետև հենց այս դիրքորոշումն է, որ լինելու է հաղթող։ Լավ մնացեք։